Այսօր տեղի է ունենում Երևանի գավաթի բաց առաջնությունը, որտեղ հանդես են գալիս թվով 900 մարզիկներ։ Առավոտյան տեղի է ունեցել կատա մրցաձևի մրցումները, որը բավականին սուր եւ լավ պայքարում անցավ, այժմ ինչպես տեսնում եք անցնում են point մրցաձևի մրցումները։ Եվ ես էլ որպես գլխավոր մրցավար եւ իմ մրցավարական կազմը աշխատում ենք որպեսզի մրցումները անցնեն բարձր մակարդակի վրա եւ հաղթի միայն ուժեղագույնը։ Մեր նպատակն է, որպեսզի բացի լավագույն մարզիկները ընտրելու որոնք ստանալու են ուղեգրեր Հայաստանի առաջնությանը մասնակցելու, մեր նպատակն է նաև այս երեխաների միությունը, իրար հանդեպ հարգանքը, իրենց ընկերասիրությունը, որին որ շատ մեծ տեղ է տալիս ֆեդերացիան ու շատ մեծ ուշադրություն են դարձնում դրա վրա։ Մենամարտ եմ արել ու առաջին տեղն եմ գրավել։ Հաջողություն ու իրանց դուխը չգցեն ու միշտ հզոր լինեն։ Շատ հետաքրքիր է անցնում այն կամով, որ այսօր մեկ օրվա ընթացքում մենք անցկացնում ենք եւ կատա ձևը եւ անցկացնում ենք մենամարտային ձևը։ Ամեն ինչ շատ լավ է գնում, ամեն ինչ շատ խաղաղ է եւ երեխաները շատ բարձր ցուցանիշներ են ցուցադրում։ Ես ողջունում եմ Հայաստանի դուկենդո ֆեդերացիային այսօրվա Երևանի գավաթի միջոցառումը կազմակերպման համար։ Բավականին մեծ քանակությամբ երեխաներ են մասնակցում, մոտավորապես 950-ից ավել։ Դա բավական մեծ աշխատանք է, կազմակերպչական։ Շնորհավորում եմ եւ ցանկանում եմ արդար պայքար, հաղթի ուժեղագույնը եւ սա շատ կարեւոր մրցումներ է, որը կազմակերպում է ֆեդերացիան դուկենդոյի եւ դաստիարակչական եւ ռազմահայրենասիրական եւ ամենակարևորը կրթում է եւ դաստիարակում է մեր պետության համար պիտանի առողջ սերունդ։